Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մարտի 14 Ես իմ ճանապարհները կպահեմ, Սաղմոս 39-րդ գլուխ առաջին խոսք Իմ ուխտավոր ընկեր, մի ասա սրտումդ, ուր էլ որ գնամ չեմ մեղանչի, որովհետև երբեք էլ այնքան ապահովագրված չես մեղանչելու վտանգից, որ կարողանաս պարծենալ Ճանապարհը շատ ցեխոտ է, և դու հազիվ թե կարողանաս այնպիսի արահետ ընտրել, որ հագուստներդ չկեղտոտվեն։ Աշխարհը լի է ապականությամբ, և դու նրա հետ գործ ունենալիս պետք է աչալուրջ և ուշիմ լինես, որպեսզի ձեռքերդ մաքուր պահես։ Քո ճանապարհի ամեն քայլափոխին ավազակ կա թաքնված, որ պատրաստ է քեզ կողոպտելու, խլելու քեզանից քո գոհարները։ Քո յուրաքանչյուր օրհնության մեջ գայթակղություն կա, և ամեն ուրախության մեջ որոգայթ։ Եթե դու երբևէ հասնես երկինք, դա կլինի Աստծո շնորհքի հրաշքը և ամբողջությամբ կվերագրվի քո երկնավոր Հոր ամենակարող զորությանը։ Զգոն եղիր։ Երբ որևէ մեկը ռումբ է տանում իր ձեռքին, պիտի զգույշ լինի, որ չմոտենա կրակին։ Դու ևս պիտի արթուն լինես, որ փորձության մեջ չմտնես։ Նույնիսկ քո հասարակ գործողությունները սուր գործիքներ են, և պետք է իմանաս, թե ինչպես ես վերաբերվում դրանց։ Այս աշխարհում չկա ոչինչ, որ նպաստի քրիստոնյայի բարեպաշտությանը, այլ ամեն բան ուղղված է դրա ոչնչացմանը։ Ինչ կկատարվի քեզ հետ, եթե քո հայացքը մշտապես ուղղված չլինի Տիրոջը, որպեսզի նա պահպանի քեզ։ Թող քո հարատև աղոթքը լինի. «Օգնիր ինձ, և ես կապրեմ» Սաղմոս 119-րդ գլուխ 117-րդ խոսք։ Սակայն աղոթքի հետ մեկտեղ դու պետք է սուրբ նախանձավորությամբ հսկես քո ամեն միտքը, խոսքը ու գործողությունը։ Ռիսկի մի դիմիր, եթե դրա անհրաժեշտությունը չկա, իսկ եթե այնուամենայնիվ ստիպված ես անցնելու վտանգավոր ուղիներով, որտեղ օդի մեջ թռչում են թշնամու նետերը, մի համարձակվիր ճամփա ընկնել առանց վահանի։ Եթե սատանան տեսնի, որ առանց պաշտպանության ես, կուրախանա, որ իր հաղթության ժամը հասել է, և շուտով կստիպի քեզ վայր ընկնել վիրավորված իր նետերից։ Թեև նա չի կարող սպանել քեզ, սակայն գուցե նրան հաջողվի ծանր վիրավորել քեզ։ Արթուն եղիր, հսկում արա, որովհետև փորձանքը կարող է վրա հասնել ամենաանվտանգ թվացող ժամին, այնպես որ պահիր քո ճանապարհները և արթուն մնա աղոթքի մեջ։ Ոչ ոք երբեք չի ընկել չափազանց զգոն լինելու պատճառով։ Թող Սուրբ Հոգին առաջնորդի մեզ մեր բոլոր ճանապարհներում, որպեսզի դրանք միշտ հաճելի լինեն Տիրոջը։